Բարի երեկո սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ, որ մենք նորից կարողացանք հավաքվել, կարող ենք շարունակել մեր դասընթացը, որը անվանվում է Հիսուսը և ապագան։ Այս աստվածաշնչյան դասընթացին մենք արդեն անդրադարձել ենք, մեկ դաս անցել ենք, քիչ հետո ես դրա մասին խոսեմ, սկզբում եկեք տեսնենք, թե ինչպես է համացանց եկեղեցին կիսվում բաժնեկցում իր ունեցած բոլոր հնարավորություններով նրանց հետ, ովքեր ցանկանում են ստանալ այս նյութերը, այնպես որ հիմա ես կներկայացնեմ ինչ կարող եք դուք գտնել համացանց եկեղեցում, որը եւ կազմակերպել է այս դասընթացը, եւ այդ նյութերը ինչպես կարող եք օգտագործել եւ որտեղ են դրանք գտնվում։ Ուրեմն նախ նկատեք, ովքեր վաղուց չեն այցելել, մի քանի օր առաջ արդեն ավելացվել են ռուսերեն էջը եւ անգլերեն էջը, դուք այն կարող եք տեսնել այստեղ, ես ցույց եմ տալիս լակով, ռուսская страница եւ ներքևում English page։ Այս երկու էջերը կօգնեն, որպեսզի ռուսախոս եւ անգլախոս մարդիկ նույնպես միանան մեր համացանց եկեղեցուն եւ կարողանան իրենց գործունեությունը ծավալել, կարող են նրանք դառնալ նաեւ համացանց եկեղեցու անդամ եւ այդ անդամության դիմումը նույնպես կարող եք տեսնել համացանց եկեղեցում, եթե նայեք, կա այսպիսի տեղ, որտեղ գրված է անդամություն, եւ եթե մտնում եք այդ տեղը, դուք կարող եք այնտեղ գտնել մի քանի ենթակետեր, անդամության կարգը, անդամության դիմում, լիիրավ անդամներ եւ համակրող անդամների ցուցակները։ Անդամության դիմում մոտավորապես այսպիսի տեսք ունի։ Դուք կարող եք այն լրացնել։ Առաջին մի քանիսն են պարտադիր, մի քանի տողերը, առաջին 4 տողերը, անունազգանուն, երկիր, օրինակավայրն, ծննդյան ամսաթիվը եւ էլեկտրոնային պոստի հասցեն։ Մնացածը կարող եք այդքան էլ չանհանգստանալ, եթե լրացնելու բան չունեք, եթե իհարկե ունեք, կարող եք լրացնել, լավ կլինի եւ վերջում չմոռանաք սեղմել այնտեղ գրված է submit կոճակը, որպեսզի ձեր նամակը ուղարկվի։ Մենք անցած անգամ արդեն անցել ենք վեբինար, այսինքն սեմինար ինտերնետի միջոցով Հիսուս եւ ապագան այս դասընթացի առաջին դասը։ Եթե դուք մտնեք այստեղ, որը գտնվում է աստվածաշնչյան դպրոց էջում, ապա դուք կարող եք գտնել այդ դասընթացի բոլոր թեմաները եւ կարող եք նաեւ տեսնել առաջինը, ինչու եմ ես ապրում, որը կարմիր գույնով է եւ անցած Կիրակի օրը մենք դա անդրադարձել ենք եւ դուք կարող եք այն նայել։ Եթե դուք սեղմեք, միանգամից կհայտնվեք այնտեղ, որտեղ որ հնարավոր է տեսնել այդ նյութը վեբինարը ձայնագրված։ Այդ ամենը կա նաև ռեսուրսների մեջ, պետք է որ դուք կարողանաք դրանք տեսնել, եւ այդ ռեսուրսների մեջ կան այս իմացած հղումները նույնպես։ Ուսուցման մասում մենք տեսնում ենք, որ կան նաև նոր նյութեր, նրանք ովքեր հետաքրքրվել են, կարող եք տեսնել ուսուցման ենթակետերը, բարձր արդյունավետ քրիստոնյաների 7 հմտությունները, եւ այս հատվածը պարունակում է նաև արդեն ձայնագրված վեբինար։ Եթե մտնեք, մոտավորապես այսպիսի տեսք ունի, սպասվող երկրորդ վեբինարը կլինի չորեքշաբթի օրը, իսկ առաջինը բնավորություն եւ բարձր արդյունավետ քրիստոնյաների 7 հմտությունները, տեսաձայնագրությունը դուք կարող եք տեսնել կարմիր գույնով ընդգծված։ Այնպես որ համեցեք, կարող եք օգտվել, ուրիշներին առաջարկել, եթե ցանկություն կա ծանոթանալու թե Հիսուս եւ ապագան դասընթացին եւ թե բարձր արդյունավետ քրիստոնյաների 7 հմտություններին։ Այսպիսով, եթե հարցեր կան, կարող եք ընթացքում գրել, ես ընթացքում գնայեմ, եթե հնարավոր է անմիջապես կարձագանքեմ, եթե ոչ, կթողնենք վերջում։ Իսկ հիմա անցնենք մեր այսօրվա նյութին։ Հիսուսը եւ ապագան աստվածաշնչյան դասընթացի շարքից երկրորդ դասը կամ երկրորդ դասախոսությունը։ Այդ դասախոսությունը վերնագրված է գրքերի գիրքը Աստվածաշունչ։ Այս թեման ուսումնասիրելուց առաջ եկեք կարճ աղոթքով խնդրենք Աստծո օրհնությունը։ Ամենակարող երկնավոր Հայր, մենք գալիս ենք քո առջև եւ խնդրում քո առանձնահատուկ օրհնությունը, որպեսզի դու օգնես, որպեսզի մենք կարողանանք անցնել այս նյութը, տեսնել քո խոսքը, որը գրքերի գիրք է հանդիսանում եւ որի միջոցով մենք կարող ենք փրկություն
ստանալ, ուստի օգնի, որպեսզի ոչինչ չխանգարի այս նյութը ներկայացնելուն, ընկալելուն եւ կյանքում իրագործելուն։ Խնդրում ենք Հիսուսի անունով, ամեն։ Այսպեսով, ինչու հենց Աստվածաշնչի մասին։ Ինչու ենք մենք այսօր խոսում Աստվածաշնչի մասին։ Որովհետև կրոնական աշխարհում նույնպես անհրաժեշտ է չափանիշ։ Ինչպես ցանկացած բնագավառում գոյություն ունեն որոշակի չափանիշներ, օրինակ մետրը երկարություն չափելու համար, կիլոգրամը, շերկը կիլոգրամներով չափելու համար, կրոնական ասպարեզում, ինչպես նաև քրիստոնեության մեջ նույնպես գոյություն ունեն որոշակի չափանիշներ։ Գոյություն են իհարկե շատ սուրբ գրքեր, այսպես կոչված սուրբ գրքեր, որոնց մասին ասում են, որ հնարավոր է, որ դրանք են միակ ճշմարտությունը, այսինքն այդպես պնդողները պնդում են, որ միակ ճշմարտությունը դրանք են, իսկ մենք էլ սկսում ենք կասկածել, որն է ճշմարտությունը, այդքան շատ կրոններ կան, այդքան շատ հնարավորություններ կան, ինչպես կարող եմ ես կողմնորոշվել այդ ամենի մեջ։ Դրա համար այսօր մենք կտեսնենք Աստվածաշունչը, որ ես այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել, ես պնդում եմ, բոլոր քրիստոնյաներն էլ հավատում են, որ հնարավոր է այս գրքի միջոցով գտնել ճշմարտություն, եւ Աստվածաշունչն է միակ ճշմարտությունը։ Ուստի մենք դրանում այսօր պետք է համոզվենք, որովհետեւ շատ ասելով չի, երթվելով չի, կամ ինչ-որ այլ չափանիշներով չի, որ մենք պետք է ճշմարտությունը բացահայտենք, այլ պետք է համոզվենք, որ Աստվածաշունչը միակ գիրքն է, որը պարունակում է ճշմարտությունը, որը ասում է ճշմարտությունը։ Ինչու Աստվածաշունչ, ինչու է այն այսպես կոչվում։ Այլ օտար լեզուներով այն կոչվում է Բիբլիա, այն առաջացել է Բիբլոս բառից։ Բիբլոսը դա քաղաք է, որտեղ գիրք էին արտադրում, մագաղաթներն էին արտադրում եւ գրքերն էին գրում այդ մագաղաթների վրա, հետագայում բոլոր գրքերին սկսեցին անվանել Բիբլիա, Բիբել եւ տարբեր լեզուներով արդեն մի քիչ այդ տարբերակներ, ամեն դեպքում Բիբլ հիմքը մնաց։ Իհարկե Աստվածաշունչը բաղկացած է տարբեր գրքերից, դրա համար այն կոչվում է Բիբլիա կամ Բիբլիաթեկա բառը, եթե նկատում եք նույնպես շատ նման է, բայց հայերեն Աստվածաշունչը ունի այլ վերնագիր, այն կոչվում է Աստվածաշունչ, այսինքն այլ խոսքերով ասած Աստծո շունչն է։ Ինչքանով ենք մենք համոզված, որ դա իրոք Աստծո շունչն է, այն որ առաջին թարգմանիչները Աստվածաշունչի այդպիսի վերնագիր են դրել այդ գրքին, արդյոք ճիշտ է, համապատասխանում է իր անվանմանը։ Մենք ասացինք, որ Աստվածաշունչը բաղկացած է 66 առանձին գրքերից, բաղկացած է տարբեր գրքերից եւ դրանք 66-ն են։ 66 գրքերը բաշխված են այսպես. 39 գիրք գտնվում է 5 կտակարանում, 27 գիրք գտնվում է նոր կտակարանում։ Եվ այս 66 առանձին գրքերը հավաքված են որպես մեկ ամբողջություն Աստվածաշունչի մեջ։ Ինչպես ցանկացած գիրք, Աստվածաշունչը նույնպես ունի իր հեղինակը, բայց ի տարբերություն մնացած գրքերի, Աստվածաշունչի հեղինակը մենք պնդում ենք, որ Աստված է։ Մենք այսօր կփորձենք սրանում համոզվել, բայց տեսնենք ինչ ասում ինքն իր մասին Աստվածաշունչը։ Երբեք մի մարգարեություն չտրվեց մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ։ Պետրոս Առաքյալը ասում է, որ Աստծո կողմից է այն ինչ որ տրվել է մարդկանց տրված, եւ մարգարեները իրենց կամքի պես չեն խոսել, այլ Սուրբ Հոգին է նրանց առաջնորդել։ Սուրբ Հոգին երրորդության անձնավորությունն է, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, դա երեք միասին կազմում են Աստված։ Այնպես որ Աստվածաշունչը պնդում է, որ ինքը տրված է Սուրբ Հոգու ներշնչմամբ։ Բայց ինքը իր մասին կարող է շատ բաներ ասել եւ ցանկացած մարդ կարող է ինչ-որ գիրք գրել եւ ասել, որ դա նույնպես Աստծո կողմից է տրված, դրա համար մեզ պետք է դրանում համոզվել։ Մենք այսօր կփորձենք Աստվածաշնչի ներշնչվածության փաստարկների անդրադառնալ եւ տեսնենք ինչպես կարելի է համոզվել, որ Աստվածաշունչը իրոք Աստծո կողմից ներշնչված գիրք է։ Ինչու են դրանք անհրաժեշտ, որովհետեւ ինչպես ասացի, յուրաքանչյուրը կարող է իր գրքին ինչ-որ աստվածային բնույթ վերագրել եւ ասել, որ պետք է այն ընդունել։ Օրինակ, մորմոնների գիրքը նրանց եկեղեցու հիմնադիրը ասում է, պնդում է, որ ինքը այդ բոլոր նյութը, այն ինչ որ գրված է մորմոնի գրքում, այդպես էլ կոչվում է մորմոնի գիրք։ Բայց Աստվածաշունչը, ինչպես ասացի, յուրաքանչյուրը կարող է իր գրքին ինչ-որ աստվածային բնույթ վերագրել եւ ասել, որ պետք է այն ընդունել։ Օրինակ, մորմոնների գիրքը նրանց եկեղեցու հիմնադիրը ասում է, պնդում է, որ ինքը այդ բոլոր նյութը, այն ինչ որ գրված է մորմոնի գրքում,
Այդ ամենը նա գտել է ոսկե սալիկների վրա գրված եւ իր ինքը պարզապես արտագրել է եւ վերածել սովորական մեր գրքի։ Այնպես որ նա նույնպես ասում, որ Աստված է գրել այդ ամենը։ Կամ Ղուրանը։ Պատմում են, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, որ Մուհամեդը երբ գրել էր Ղուրանը, նրան պետք էր նրան ինչ-որ աստվածային բնույթ հաղորդել եւ նա կանչում է ժողովրդին, իհարկե նախապես պայմանավորվելով մի ընկերոջ հետ, նրանց հավաքում է մի ջրհորի մոտ, ժողովուրդը գալիս է եւ նա ասում է մենք այսօր պետք է ստանանք Սուրբ Գիրք, Աստված մեզ խոստացել է դա անել եւ հիմա ես պարանը իջեցնում եմ ջրհորը եւ այնտեղից Աստված հրաշքով մեզ կտա իր Սուրբ Գիրքը, Ղուրանը։ Եվ երբ որ նա պարանը իջեցնում է, այնտեղ տակնված անձնավորությունը կապում է այդ գիրքը այդ պարանին, Մուհամեդը վեր է քաշում եւ ասում տեսեք հրաշքով Աստված մեզ տվեց այդ գիրքը եւ քանի որ սա Սուրբ ջրհոր է, յուրաքանչյուրը մեզանից պետք է մի քար գցի այնտեղ։ Եվ վերջին վկային էլ թողնում են այդ ջրհորում, որպեսզի երբևէ նա չպատմի։ Ես չգիտեմ հետագայում ինչպես է այս պատմությունը նորից շարունակվել, պատմվել, բայց հնարավոր է, որ մարդը փորձի աստվածային բնույթ հաղորդել իր գրած գրքին։ Ուստի մեզ պետք է համոզվել, արդյոք մարդիկ են գրել Աստվածաշունչը, թե ոչ։ Իհարկե, մարդիկ են գրել, բայց արդյոք մարդիկ են հեղինակը, թե ոչ։ Եկեք այս պահից սկսած մենք հերթով նայենք մի քանի պաստարկներ եւ տեսնենք, թե այս պաստարկները ինչքանով կարող են մեզ համոզել, որ Աստվածաշունչը ներշնչված գիրք է։ Առաջինը դա Աստվածաշունչի միասնությունն է։ Սա ինչ որտեղ ներքին արտաքին ապացույց է, այսինքն ելնելով Աստվածաշունչի ներքին բնույթից, բայց արտաքին ուսումնասիրությունների տրամաբանական կապի արդյունքում մենք տեսնում ենք, որ իրոք այս միասնության գաղափարը օգնում է հասկանալ, որ այն ներշնչված է։ Մենք կարդում ենք Թվոց 12 գլխում, թե ինչպես է Աստված սովորաբար փոխանցում իր խոսքը։ Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Եհովաս, ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ նրան կամ երազով խոսեմ նրա հետ։ Եհովա բառը աստվածանուններից մեկն է, ոչ միակը, եւ պետք է միայն դրանով նրան դիմել, բայց ամեն դեպքում դա աստվածանուններից մեկն է եւ այստեղ նա ներկայանում է Մովսեսին եւ ասում, որ Աստված ինքը տեսիլքի մեջ է հայտնվում կամ երազով, այսինքն տեսիլք երազից տարբերում է նրանով, որ մեկը քնած ժամանակ կարող են տեսնել, մյուսը բաց աչքերով, բայց այնպես չեն ծառայում Մովսեսը, նրա հետ բերան են խոսում եւ հայտնապես եւ ոչ թե առակով։ Իհարկե այս խոսքերը գրել է Մովսեսը, բայց այդ խոսքերը Մովսեսի մասին էր, երբ որ Աստված ասում էր մյուսներին, որ հաշվի առնեն, որ Մովսեսի հետ ինքը անձամբ հայտնապես խոսում է։ Այստեղ մենք տեսնում ենք ինչպես է Աստված հայտնում իր խոսքը, այսինքն տարբեր ճանապարհներ են օգտագործում եւ դա լինի տեսիլք, երազ, հայտնապես կամ ինչպես կարդացինք առաջին համարում ներշնչանքով եւ այս բոլորի արդյունքում մարդը ստանում է տեղեկատվություն եւ այն շարադրում։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ ովքեր գրել են, թվով մոտ 40 հոգի, գրողները գրել են մեր թվարկությունից առաջ, Քրիստոսից առաջ 1500 տարի առաջ, սկսելով եւ ավարտել են Քրիստոսից հետո 100 թվականին։ Առաջին գրքերը գրվել են Մովսեսի կողմից, Հնգամատյանը, Ծննդոցից մինչև երկրորդ օրինաց, իսկ վերջին գիրքը գրվել է Հովհաննես Առաքյալի կողմից, Հայտնության գիրքը մոտավորապես 9600 թվականներին։ Այս 1600 տարիների ընթացքում մոտ 40 հոգի գրել են Աստվածաշունչը եւ այդ 66 գրքերը հավաքվել են մեկտեղ եւ նկատենք, որ գրողները միմյանցից տարբերվում են։ Այստեղ ես չեմ խոսում հեղինակի մասին, նկատենք, որ հեղինակը Աստված է, գրողները տարբեր, մենք դրան ենք բերում ամեն ինչ։ Նկատենք, որ գրողները միմյանցից տարբերվում են կրթությամբ։ Բարձրագույն կրթություն ունեցող անձնավորություններ, ինչպես Մովսեսը, ինչպես Դանիելը, Սողոմոնը, Պողոս Առաքյալը եւ մյուսները, որոնք ունեն բարձրագույն կրթություն եւ նրանց կողքին կային նաեւ անգարագետ մարդիկ, ձկնորսներ, ինչպես Քրիստոսի աշակերտները Հովիվ, Ամովսը, նույնիսկ բացարձակ անգարագետ գրել չիմացող Երեմիան, որը նույնիսկ ինքը չի գրում, այլ իր գրագրի միջոցով է գրել իր գիրքը։ Նրանք գրել են այդ 40 գրողները գրել են երկու լեզուներով հիմնականում, հին եբրայերեն, հին կտակարանը եւ հին հունարենով նոր կտակարանը։ Այդ մարդիկ զբաղեցրել են ամենատարբեր դիրք։ Եղել են թագավորներ, առաջնորդներ, ինչպես Դավիթը, Սողոմոնը, ինչպես Մովսեսը, եղել են հասարակ ժողովուրդ, ձկնորս,
ինչպես արդեն ասացինք, մասնագիտությամբ նույնպես միմյանցից նրանք տարբերվել են, օրինակ բժիշկ Ղուկասը գրել է Ղուկաս ավետարանը եւ Գործարակելոց գիրքը, եւ այսպեսով նրանք տարբերվել են կրթությամբ, լեզվով, դիրքով, ժամանակաշրջանով, որ քիչ առաջ նայեցինք 1600 տարվա ընթացքում այդ ամենը գրվել է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ այդքան տարբերությունների արկայության դեպքում միևնույն է նրանց գրածները միմյանց չեն հակասում։ Եզրակացությունը մեկն է։ Քանի որ մեկ հեղինակ Աստված է նրանց բոլորին ներշնչել եւ թելադրել։ Եվ եթե մեկ հեղինակ է, բնականաբար այդ հեղինակը ինքը իրեն չի կարող հակասել։ Եթե տնօրենը քարտուղարուհուն ինչ-որ բան է թելադրում, բնականաբար այդ թելադրածի նամակի բովանդակության պատասխանատուն տնօրենն է, ոչ թե քարտուղարուհին։ Այսպես էլ Աստված է համարում Աստվածաշնչի հեղինակը եւ պատասխանատուն այդ բոլոր նյութի եւ բովանդակության եւ ոչ թե մարդիկ, որոնք պարզապես գրագրի դեր են կատարել։ Նրանք միայն գրիչ չեն եղել Աստծո ձեռքում, նրանք ունեցել են հնարավորություն ձևակերպել այդ ամենը իրենց ունեցած բառերով, իրենց ունեցած մշակույթին համապատասխան, բայց միևնույն է հիմնական բովանդակությունը միտքը փոխանցել է Աստված։ Այսպիսով վերադառնալով նախորդ կետին, այսինքն միասնությանը, մենք տեսնում ենք, որ միասնությունը նույնպես Աստվածաշնչի ներշնչման ապացույց է, եւ բնականաբար դա գալիս է նրանից, որ Աստվածաշնչի այդքան բազմազանության արկայության դեպքում մենք չենք տեսնում որևէ հակասություն Աստվածաշնչի գրքերի մեջ։ Հաջորդ փաստարկը համապարփակությունն է Աստվածաշնչի, որպես ավելի պարզ դառնա, համապարփակ նշանակում է ամբողջ ընդգրկող, ամեն ինչ պարփակող, ունիվերսալ, այսինքն այն կիրառելի է բոլոր դարերում, բոլոր ժամանակներում, բոլոր խավի մարդկանց համար։ Աստվածաշունչը կարդացել են մեր թվարկությունից 1500 տարի առաջ, այսինքն մեզանից 3500 տարի առաջ կարդում են մեր օրերում, կարդացել են Իսրայելում, կարդացել են Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, ամենտեղ կարդացել են, շարունակում են կարդալ, կարդում են ծառերից նոր իջած վայրենները, որ նոր սկսում են գրագիտություն սովորել, կամ պարզապես նրանց համար են կարդում են գիտնականները, կարդում են ակադեմիկոսները, դոկտորները, եւ կիրառելի է Աստվածաշունչը բոլոր վայրերում, ժամանակներում եւ բոլոր խավերի մարդկանց համար։ Այդպիսի համապարփակ, ինչպես ասում են ռուսերենով, ունիվերսալ գիրք կարող է ստեղծել միմիայն Աստված։ Կարող ենք արդյոք մենք այսօր գտնել որևէ գիրք, որը հնարավոր լինի մարդկանց առաջարկել, որը հնարավոր լինի օգտագործել ամենուր, բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում, բոլոր մարդկանց համար եւ որը օգտակար լինի եւ կիրառելի լինի։ Մեր համանadrությունը բնականաբար մենք չենք կարող կիրառել Մոզամբիկում, ոչ էլ այնտեղինը, մեկ ուրիշ տեղ, այնպես որ ամեն վայր ունի իր յուրահատկությունները, ժամանակը, մարդիկ տարբեր են, բայց Աստվածաշունչը այս տեսակետից միևնույն է մնում է համապարփակ գիրք։ Այսպես համապարփակ գիրք կարող է ստեղծել միմիայն Աստված։ Աստվածաշունչի վերածնող ուժը։ Այսինքն Աստվածաշունչը ի վիճակի է մարդուն փոխելու։ Աստվածաշունչը ի վիճակի է վերածնելու, այսինքն դարձնելու նորը։ Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր, եւ ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է, եւ տապանցում է միջև շունչի եւ ոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը, եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Այսպես է Պողոս առաքյալը նկարագրում Աստվածաշունչը, որ կարող է թափանցել մարդու էության մեջ եւ նրան ոչ միայն թափանցել, այլ նաեւ կտրել, հեռացնել նրանից ամեն վատը եւ փոխել նրան։ Ռոբերտ Մոֆատը, որ նշված թվականներին է ապրել, Աֆրիկայի ավետարանիչ էր եւ նա սովորաբար քարոզում էր սավամորթների մեջ, բնիկների մեջ եւ մի օր նրան հանդիպում է մի տեղացի քրիստոնյա, որ նոր էր դարձի եկել, շատ տխուր տեսքով եւ Մոֆատը նրան ասում է. «Ինչ է պատահել, ինչու ես այդքան տխուր»։ Նա ասում է. «Գիտես ինչ է պատահել, մեր շունը մեր Աստվածաշնչից մի թերթ կերել է»։ Մոֆատն ասում է. «Ինչ անենք, ինչ կարիք կա դրա համար այդքան տխրելու, չէ՞ որ հնարավոր է այդ էջը վերականգնել, հնարավոր է արտագրել, հնարավոր է նույնիսկ այլ Աստվածաշունչ ձեռք բերել, այդ աստիճանի տխրել արժե արդյոք»։ Այդ տեղացի բնիկն ասում է. «Ես նրա համար չեմ տխրել, որ Աստվածաշնչի էջը պակասել է, այլ որ
մեր շունը շատ լավ շուն էր եւ քշում էր գայլերին ու գողերին եւ այսուհետեւ նա այդպեսին չի դառնա, այսինքն կփոխվի, ինչպես այն քրիստոնյաներն են փոխվում, որոնք կարդում են Աստվածաշունչը եւ դառնում են ավելի համեստ, հեզ, խոնարհ եւ ամբերատար։ Իհարկե, այդ միամիտ թվում է թե պատկերացումը իրականում ճիշտ պատկերացում այն մասին, թե ինչպես է Աստվածաշունչը փոխում մարդկանց։ Իհարկե, մենք չենք կարող որևէ գիրք առաջարկել, որպեսզի մարդը փոխվի։ Գիրքը մարդը կարող է կարդալ 1 անգամ, 2 անգամ, 3, բայց որպեսզի այն նրա վրա ազդի եւ անպատ ավելի շատ կարդա, դա այդպիսի գիրք գոյություն չունի երևի թե։ Աստվածաշունչը այն գիրքն է, որը սովորաբար դժվարությամբ են կարդում, չսիրելով, հետո ինչքան շատ են կարդում, այնքան ավելի շատ են սիրում։ Այնպես որ Աստվածաշունչը առանձնահատուկ տարբերվում է մնացած բոլոր գրքերից եւ այս տեսակետից այն վերածնող ուժ ունենալով խոսում է Աստծո կողմից ներշնչված լինելու մասին։ Այլ խոսքերով մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչի վերածնող ուժը դա նրա ներշնչված լինելու ապացույցներից մեկն է հանդիսանում։ Այսպեսով մենք անցնենք 4-րդ փաստարկին, որը կոչվում է Աստվածաշունչի արժեքավորություն։ Տեսնենք ինչքանով է արժեքավոր Աստվածաշունչը, եթե այն Աստված է գրել, բնականաբար բոլորի համար պետք է այն օգտակար լինի։ Ամեն գիրք, այսինքն Աստվածաշունչի բոլոր գրքերը, այդ 66 գրքերը Աստվածաշունչ են, այսինքն ներշնչված են եւ օգտակար վարդապետության եւ հանդիմանության եւ ուղղելու եւ արդարության խրատելու համար։ Այստեղ տեսնում ենք Պողոս Արաքյալը շատ հստակ ասում է, որ Աստվածաշունչի գրքերը դրանք բոլորն էլ մարդուն կարող են վերափոխել եւ դրա համար էլ դրանք հիմնականում գրվել են։ Եվ երևի թե ճիշտ կլինի պարզապես տեսնել մեծ մտավորականների, մեծ մտածողների ասույթներն Աստվածաշունչի մասին, նրա օգտակարության մասին։ Ես մեջ կբերեմ սկզբում օտարազգի, այնուհետև հայազգի մեծ մտավորականների ասույթները Աստվածաշունչի մասին։ Բլես Պասկալ ապրել է 17-րդ դարում, լինելով մաթեմատիկոս, իմաստասեր, գրող, նա իմացել է Աստվածաշունչը անգիր։ Իհարկե հեշտ է ասել Աստվածաշունչը անգիր իմանալ, 31175 նախադասություն կա Աստվածաշունչում եւ այդ բոլորը Պասկալը գիտեր անգիր, բայց միևնույն ժամանակ նրա համար ներշնչանք աղբյուր էր հանդիսանում։ Տեսնենք ինչ է գրել նա Աստվածաշունչի օգտակարության մասին։ Ավետարանը մարդուն մխիթարություն է տալիս, ինչ դրության եւ ինչ պայմանների մեջ էլ որ նա լինի։ Քրիստոսը իրեն է ձգում ողջ մարդկությանը։ Առանց Քրիստոսի ուսմունքի մենք ոչինչ չգիտենք, ոչինչ չենք տեսնում։ Առանց նրա ամեն ինչ մեզ համար մութ է եւ առնաշփոթ, ինչպես Աստծո, այնպես էլ մեր մեջ։ Առանց Քրիստոսի ուսմունքի մարդը կունենա արատներ, ողբերգություններ, մոլորություններ, խավար, հուսահատություն եւ մահ։ Հետևելով Քրիստոսի ուսմունքին մարդիկ կազատագրվեն դրանից։ Քրիստոսի մեջ է մեր ամբողջ բարեպաշտությունը եւ երանությունը։ Առանց Քրիստոսի ուսմունքի մարդիկ կոչնչացնեին միմյանց։ Աշխարհը դժոխք կդառնար եւ կքայքայվեր։ Այն ինչպեսի պատկերացում ուներ այս մեծ գիտնականը, իմաստասերը գրողը Աստվածաշունչի մասին։ Իսահակ Նյուտոն, կարծում ներկայացնելու կարիք չկա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, իմաստասեր, այնքան մեծ հարգանք ուներ Աստծո նկատմամբ, որ ամեն անգամ նրա անունը պարզապես այդ պահին արտասանելիս հանում էր գլխարկը։ Մենք ունենք Մովսեսին, մարգարեներին եւ առաքյալներին եւ նույնիսկ հենց իր Հիսուսի խոսքը։ Եթե մենք չենք ցանկանում նրանց հետ համաձայնվել, ապա մենք նույնքան քիչ ներման ենք արժանի, որքան հրեաները։ Այսինքն, ներում չկա, եթե մենք չենք համաձայնում Աստվածաշունչի, մարգարեների, առաքյալների եւ Հիսուսի խոսքերի հետ։ Ալեքսանդր Պուշկին, ռուս մեծ բանաստեղծ եւ գրող։ Մենք երբեք Աստվածաշունչից լավ ոչինչ չենք կարող տալ ժողովրդին։ Դա միակ գիրքն է աշխարհում, նրա մեջ ամեն ինչ կա։ Նկատում ենք այստեղ, որ Պուշկինը գտնում էր, որ Աստվածաշունչը միակ գիրքն է եւ դրանից լավ ոչինչ հնարավոր չէ տալ ժողովրդին։ Ֆյոդոր Դոստոևսկի, ռուս մեծ գրող, գրականագետ, իմաստասեր։ Նա չբաժանվեց Սուրբ գրքից մինչև մահը եւ մահից առաջ խնդրեց, որպեսզի իր Աստվածաշունչը բերեն եւ որպես հայրական օրհնություն այն հանձնեց իր որդուն։ Տեր, ինչ գիրք է այդ Սուրբ գիրքը, ինչպեսի հրաշք եւ զորություն է տրված նրանով մարդուն, ինչքան գաղտնիքներ լուսված եւ հայտնված։ Սիրում եմ այդ գիրքը։ Գործի ժողովուրդը առանց Աստծո խոսքի, քանի որ ծարավ է նա այդ խոսքին եւ ամեն գեղեցիկի ընկալմանը։ Այս արտահայտությունները կարծում
մեկնաբանության կարիք չունեն, շարունակենք տեսնել մյուս մտածողների կարծիքը Աստվածաշնչի մասին։ Լև Տոլստոյ, ռուս մեծ գրող եւ մտածող հրապարակախոս։ Բավականին առաջնային տեղեր է զբաղեցնում նրա ստեղծագործությունները, երևի թե երկրորդ տեղը աշխարհում, բայց նա կյանքի վերջում ասաց, որ ավելի փոշմանել է, որ ուշադրություն չի դարձրել ավելի շատ Աստվածաշնչին եւ աստվածաբանությանը, քան ուշադրություն է դարձրել գեղարվեստական գրականությանը։ Փոխարինել այդ գիրքը ինձ անհնար է թվում։ Ամեն ինչ, ամեն բառ նրանում ճշմարիտ է որպես հայտնություն եւ ճշմարիտ է որպես գեղարվեստականություն։ Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես հնարավոր կլիներ կրթությունը, եթե չլիներ այդ գիրքը։ Իհարկե կարելի է գտնել նրա մեջ վերումը ավելի ընդլայնված, տեսնում եք բազմակետ է դրված եւ նա ավելի այսպեսի կարծիք ունի Աստվածաշնչի մասին եւ ոչ միայն նա, այլև մյուս մտածողները։ Վերադառնանք մեր հայ մտածողներին։ Պարուր Սևակ, հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ, ինչ է ասել նա Աստվածաշնչի մասին։ Ով չի կարդացել Աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել։ Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից։ Այստեղ բոլոր ժանրերի եւ սյուժեների սկիզբը։ Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները։ Բազմակետ։ Մեջբերման մեջ եթե շարունակենք, տեսնենք աղբյուրը, մենք կտեսնենք, որ նա օրինակները բերում թե ինչպես են այդ համաշխարհային գրականության եւ արվեստի գլուխգործոցները իրենց հիմքը գտել Աստվածաշնչում։ Բայց վերադառնանք առաջին նախադասությանը։ Սովորաբար մարդիկ ասում են, որ քրիստոնյաները անգրագետ մարդիկ են, հին մի ինչ-որ հինավուրց գիրք են գտել, նրանով են առաջնորդում, պետք է ժամանակակից լինել 21-րդ դարում ենք ապրում, իսկ մեր ժամանակակից Պարուր Սևակը ինչ է ասում, ով չի կարդացել Աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել։ Գոնե գրագետ լինելու համար պետք է կարդալ Աստվածաշունչը, այն խոսքը, որը մենք վաղուց ունենք արդեն 5-րդ դարից սկսած հայերեն լեզվով, եւ թող Աստված օգնի, որ գնահատենք այս ամեն հնարավորությունները եւ կարդանք Աստվածաշունչը։ Զորի Բալայան, մեր ժամանակակից հայ գրող, հասարակական եւ քաղաքական գործիչ, մարզական բժիշկ, լրագրող եւ ճանապարհորդ։ Ճանաչում եք երևի։ Իմ մեջ, որ ապրել եմ Սումգայիթում ու Բաքվում, տեսել եմ Չեռնոբիլը եւ Սպիտակը, մնացել է մի գիրք, Աստվածաշունչը։ Վաղուց արդեն դրա հետ եմ ապրում, դրանով եմ շնչում։ Կոտորածները, Սումգայիթի Բաքու, Չեռնոբիլը, գիտեք այդ ատոմակայանի պայթելը, Սպիտակը երկրաշարժը, այսինքն այդ բոլոր աղետները տեսած անձնավորություն հասկացել է, որ բոլոր հարցերի պատասխանը, ինչուների պատասխանը կարելի է գտնել Աստվածաշնչում։ Վաղուց արդեն դրա հետ եմ ապրում, դրանով եմ շնչում։ Վահագն Դավթյան, հայ ժամանակակից բանաստեղծ, կյանքից հեռացել է, բնականաբար տեսնում եք մահվան տարեթիվը։ Առանց Աստվածաշնչի իմացության դժվար է ամբողջ խորությամբ բռնել եւ հասկանալ միջնադարյան մեծ տեսանողի նարեկացու մատյան ողբերգությանը։ Այլ գործեր։ Դժվար է հասկանալ մեր մանրանկարչությունը, քանդակագործությունը, մեր ճարտարապետության սկզբունքներից շատերը։ Եվ մենք փորձում ենք դա անել առանց Աստվածաշունչը կարդալու։ Վահագն Դավթյանն ասում է, որ դա անհնար է անել, ճիշտ կլինի, որ մենք կարդանք Աստվածաշունչը։ Եվ վերջապես առանց այս մատյանի իմացության դժվար է հաղորդվել վերածննդի մեծ վարպետների ստեղծագործությանը, մարդկության գեղարվեստական մտածողության այդ բարձրագույն թռիչքներից մեկին։ Եթե ցանկանում ենք հասկանալ, տեսնել վերածննդի եւ այլ ժամանակաշրջանի ստեղծագործությունները, մենք պետք է պարզապես կարդալ Աստվածաշունչ։ Աստվածաշունչ մատյանը նոր ժամանակներում ևս շարունակել է առատ նյութեր եւ գյուտեր տալ համաշխարհային արվեստին ու գրականությանը։ Այսպեսով մենք նայեցինք 4-ը փաստարկ Աստվածաշնչի ներշնչվածության, միասնությունը, համապարփակությունը, վերածնող ուժը եւ արժեքավորությունը։ Այն չէր կարող միասնական լինել, հակասություններով լի կլիներ, եթե Աստված գրած չլիներ։ Այն չէր կարող բոլորի համար ընդունելի կիրառել ունիվերսալ լինել, եթե Աստված չէր գրել վերածնող ուժը նույնպես վկայում Աստծո վերածնող ուժի մասին եւ արժեքավորությունը նույնպես դա է փաստում։ Բայց շարունակենք, մի քանի փաստարկներ կան, որոնք նույնպես մենք կարող ենք շարունակել եւ տեսնել։ Հաջորդ 5-րդ փաստարկը դա Աստվածաշնչի ճշգրտությունն է։ Շատ հաճախ մարդիկ ասում են, ինչքանով ես վստահ, որ Աստվածաշունչը ճիշտ է հասել մինչև մեր օրերը, այսինքն այնպես ինչպես գրվել է, երբեք չի փոխվել։ Ինչքանով այն ճշգրիտ, ինչքանով է այն հավաստի։
Եվ ինչքանով է այն համընկնում գիտության հետ։ Արդյոք գիտությունը ապացուցում է Աստվածաշնչի ճշգրտությունը։ Մենք այս բոլոր հարցերին կնայենք քիչ հետո, հիմա նայենք Աստվածաշնչի եւ գիտության համընկնելու հանգամանքը։ Դուք կարող եք չաթում ինչ-որ բան գրել, որպեսզի բարակ չմնաք, ձեր կարծիքով Աստվածաշունչը եւ գիտությունը համընկնում են թե ոչ։ Դուք կարող եք վերևում էմոցիի որ կա, այստեղ վերևում օրինակ ես տեսեք իմ անվան դիմաց դրեցի գումարական նշանը կանաչ գույնի պլյուս, այսինքն ես գտնում եմ, որ Աստվածաշունչը եւ գիտությունը համընկնում են։ Չնայած կարող փոշմանեմ եւ ճնջեմ իմ գրածը։ Որպես ես չհուշեմ։ Ինչ եք կարծում, Աստվածաշունչը եւ գիտությունը համընկնում են թե ոչ։ Դե լավ։ Ընթացքում երևի պատասխանները կլինեն։ Կարող եք այլ ձևով գրել, ձեր սովորած իմացած ձևով կարող եք այո ոչ գրել։ Ամեն դեպքում փորձեմ ես արդեն պատասխանել այդ հարցին։ Եվ այո, եւ ոչ։ Ինչու եւ այո եւ ոչ։ Որովհետեւ գիտական գրքերը նախ փոխվում են, Աստվածաշունչը չի փոխվում։ Այսինքն, եթե Աստվածաշունչը միշտ համընկներ գիտական գրքերի հետ, բնականաբար այն կարող էր մի պահ տեսնենք, որ չէր համընկնում ինչ որտեղ գիտական տարբեր գրքերի կամ հայտնագործությունների հետ։ Գիտության տվյալները կարող են փոփոխվել եւ նույնիսկ հակադիր ձևով փոխվել, այսինքն մի բան ասվի, վաղը լրիվ հակառակ մեկ ուրիշ բան ասվի։ Աստվածաշունչը եթե ամեն այդպիսի գիտական կոչված գրքի հետ համապատասխաներ, համընկներ, համաձայնեցվեր, բնականաբար ուշ թե շուտ մենք կտեսնեինք, որ Աստվածաշունչը արդեն ինքն էլ է զիջում իր դիրքերը։ Աստվածաշունչը ի վերջո չի կարող համընկնել գիտական աթեիզմ կոչված, ինչպես ասում են, գիտության հետ։ Հիմա չգիտեմ, ասում են այդպես թե ոչ, բայց երբ ես սովորում եմ համալսարանում, կար գիտական աթեիզմ, կար գիտական կոմունիզմ, չգիտեմ հիմա աթեիստները արդյոք գիտական են համարում իրենց ուսմունքը թե ոչ, չնայած շարունակում են նույն ձևով, կամ այսօր գիտական է կոչվում էվոլյուցիայի ուսմունքը, բարեշրջության այդ տեսությունը, եւ համընկներ արդյոք Աստվածաշունչը դրա հետ, բնականաբար ոչ։ Այնպես որ Աստվածաշունչը չի համընկնում բոլոր այն գիտություն կոչված, բայց իրականում գիտություն չներկայացնող գիտությունների հետ։ Եվ Աստվածաշունչը կարող ենք ասել համընկնում է ճշգրիտ բնական գիտությունների հետ, եթե իհարկե նրանք էլ ճիշտ եզրակացություններ են արել։ Աստվածաշունչը ի վերջո գիտական գիրք չէ, չնայած նա նաև գիտական փաստեր է պարունակում, եւ մենք կարող ենք հստակ պնդել հետեւյալ ճշմարտությունը, որ Քրիստոսն ասեց Աստվածաշունչի մասին, քո խոսքը ճշմարտություն է։ Մենք նկատում ենք, որ գիտությունը նույնպես կարող է ճշմարտություն պարունակել, բայց որ ասենք 100%-անոց գիտությունը բոլոր հարցերին ճիշտ պատասխանում է եւ 100%-անոց ճշմարտություն է պարունակում եւ Աստվածաշունչի հետ չհամընկած պայմաններով նա է ճիշտ, մենք դրա հետ չենք կարող համաձայնել։ Եկեք նայենք գիտության մի քանի տվյալներ, իսկ մինչ այդ փորձենք ճանապարհորդություն կատարել մեր անծայրածիր տիեզերքում։ Գալակտիկա։ Գալակտիկան դա աստղային ամբողջական համակարգն է, բաղկացած 100 միլիոնավոր աստղերից։ 100 միլիոնավոր աստղերը կազմում են մեկ գալակտիկա։ Մենք բոլորս հիշում ենք լույսի արագությունը, եթե կլորացրած վերցնենք 300,000 կիլոմետր վայրկյանում։ Այսինքն մեկ վայրկյանում լույսը մեր երկրագնդի շուրջը կարող է պտտվել 7 անգամ։ Այս արագությամբ, եթե մենք շարժվենք տիեզերքում, մեր գալակտիկան լույսի արագությամբ անցնելու համար անհրաժեշտ է 1 միլիոն տարի։ Այսինքն մեր գալակտիկայի մի մասից մինչև մյուս մաս անցնելու համար մեզ պետք է 1 միլիոն տարի։ Հաջորդ գալակտիկային հասնելու համար կպահանջվի եւս 1.5 միլիոն տարի։ Իսկ գալակտիկաների քանակը հասնում է բիլիոնների։ Գալակտիկաները իրենց մեջ 100 միլիոնավոր աստղեր են պարունակում, գալակտիկաների քանակը հասնում է բիլիոնների։ Եվ պատկերացրեք այս տիեզերքի մեջ մենք փորձում ենք ինչ-որ բան հասկանալ։ Եսայիա մարգարեն ասում է վեր բարձրացրեք ձեր աչքերը եւ նայեցեք, ով է ստեղծել սրանց։ Ինչպես կարող են այդ ամենը պատահականորեն առաջանալ, ինչպես կարող է այդ ամենը լինել, այսպես ասենք, պատահարի պայթյունի հետևանք։
Ես միջմոլորակային տարածության մեջ է եւ Աստծուն չտեսա, նշանակում է Աստված չկա, հայտարարեց Յուրի Գագարինը առաջին տիեզերագնացը, երբ վերադարձավ երկիր։ Ինչ է նշանակում նրա հայտարարությունը, իրոք նա չէր կարողացել Աստծուն գտնել, ու էր գնացել Յուրի Գագարինը։ Նա պարզապես մեկ անգամ ընդամենը պտտվել էր մեր երկրագնդի շուրջը եւ նորից ետ վերադարձել։ Իսկ ռուսները առաջին անգամ վայրեջ կատարած տիեզերագնացների կողմից արտասանված առաջին նախադասությունն է։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Նույնիսկ լուսին էին հասել տիեզերագնացները, այնքան էլ հեռու չի մեզանից, բայց ամեն դեպքում Գագարինից ավելի հեռու գնացին եւ նրանք ընդունեցին, որ Աստված կա։ Իհարկե այս ամենը գիտնականների հավատալու հանգամանքը ավելի շատ գալիս է հավատքից, աշխարհայացքից, կրոնական դիրքորոշումից, քան թե գիտական տվյալներից։ Տեսնենք նույն տիեզերագնացները մեկ այ մի ձևով հայտարարում, մեկ ուրիշ ձևով։ Մի քանի ասույթներ գիտնականների։ Դա մեծ սուտ է, որ գիտնականների մեծ մասը աթեիստ է։ Դոկտոր Ալայա քիմիկոս Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ես չեմ կարծում, որ իսկական գիտնականը կարող է աթեիստ լինել։ Դոկտոր Էրենբերգեր քիմիկոս Գերմանիա։ Իհարկե ես ստիպված եմ մեջ բերել արտասահմանյան գիտնականների ասույթներ, որովհետև մեր գիտնականները կամ լռում են այդ մասին ոչինչ չեն ասում, կամ դեռևս գտնվում են աթեիստական աշխարհայացքի ազդեցության տակ եւ իրենք դեռ գիտնական լինելով աթեիստ են մնում։ Չկա հիմնարար պատճառ, թե ինչու գիտնականը չի կարող հավատալ Աստծուն եւ Աստվածաշնչին, ինչպես նաեւ թե ինչու կրոնական մարդը պետք է հերքի գիտական հայտնագործությունները։ Դոկտոր Ջոնսի, մաթեմատիկոս Ավստրալիա։ Ես չեմ կարող պատկերացնել, ինչպես կարող է իսկական աթեիստը գիտնական լինել։ Ռոբերտ Միշիկուն, ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մենք այս բոլորը մեջբերելով տեսնում ենք, որ գիտնականները բավականին լավ են արտահայտում թե Աստվածաշնչի եւ թե Աստծո մասին։ Իհարկե մենք այս 4 ասույթով չենք բավարարվի, կա այդպիսի գիրք, կոչվում է ռուսերեն «Мы верим», հայերեն էլ մի քանի գրքեր են այդպիսի տպագրվել, որտեղ գիտնականներ ասույթներ կան, թե հին ժամանակների, թե մեր օրերի։ Եկեք մի քանի գիտական փաստերի անդրադառնանք, տեսնենք ինչպես են դրանք արձանագրված Աստվածաշնչի էջերում։ Առաջինը դա երկրի գնդաձևությունը։ Եսայիա մարգարեի մոտ մենք կարդում ենք, նա որ նստած է երկրի շրջածիրից վերև։ Սա վերջին Էշմիածնի թարգմանությամբ ես կարդում, բնագրում մի բառ է օգտագործում, որը կարելի է թարգմանել նաև գունդ, ոչ միայն շրջածիր, այլ նաև գունդ, եւ այս արտահայտությունը արդեն ասում է, որ երկրագունդը գնդաձև է։ Չնայած երկրագնդի մասին մարդիկ տարբեր պատկերացումներ ունեին, որ նա տափակ է, գնում են աշխարհի ծայրից։ Վայր են ընկնում, որ այն փղերի վրա է հիմնված, այլ կրյաների վրա տարբեր ձևերով մի քանի հարկանի է, եւ այդ բոլորը այն ժամանակ, երբ Աստվածաշնչում այդ ամենը վաղուց գրված էր։ Դուք նկատեցիք, որտեղ էր դա գրված, Եսայիա մարգարեն գրել է այս խոսքերը մեր թվարկությունից 700 տարի առաջ։ Իսկ երկրի գնդաձևությունը ապացուցվեց արդեն մոտավորապես 14-ից 16 դարերում, երբ որ Կոպերնիկոսը այդ մասին գիտական հայտնագործություններ արեց, այնուհետև Մագելլանը ապացուցեց դա ճանապարհորդելով իր շուրջերկրյա իր ճանապարհորդությամբ, եւ մենք տեսնում ենք, որ այս հասարակ բանը, որ Աստվածաշնչում եթե կարդային, այդքան վիճելու կարիք չէր լինի ոչ Կոպերնիկոսի հետ, ոչ մյուսների հետ, ոչ Ջորդանո Բրունոյի հետ, եւ իրականում Աստվածաշունչը վաղուց ասում է այն, ինչ որ գիտնականները հետագայում հայտնաբերում են։ Այստեղ մենք տեսնում ենք օդի կշիռի մասին ինչ որ բան ասում, Հոբը, որը նույնպես գրել է իր գիրքը մեր թվարկությունից առաջ մոտ 700 տարի առաջ, առնվազն գուցե ավելի շուտ, այնտեղ իր գրքում գրում է օդի կշիռի մասին։ Նախադասության մեջ նա ասում է այսպիսի բառեր. Քամին կշիռ դնելիս, խոսում է Աստծո մասին, որը շատ բաներ է արել եւ քամունը կշիռ է դրել։ Իհարկե այստեղ ռուախ բառն է եբրայերեն լեզվով, որը կարելի է թարգմանել շունչ, հոգի, քամի, օդ եւ այլն։ Այնպես որ շատ ճիշտ կլիներ հայերեն ժամանակակից ձևով եթե թարգմանենք, եթե կշիռի մասին է խոսքը, ուրեմն ասվեր, որ օդին կշիռ դնելիս։ Դա հեշտ է ապացուցում, մենք բոլորս գիտենք, Տորիչելին դա ապացուցեց Գալիլեից հետո, չնայած Գալիլեյը կարդալով այս համարը
փորձեցին ապացուցել, բայց իր կենթանության օրոք դա նրան չհաջողվեց եւ միայն նրա աշակերտորիչը դա ապացուցեց։ Այնպես որ ճիշտ կլիներ նայել Աստվածաշունչը եւ համոզվել իմանալ ճշմարտություններ, որոնք գիտնականները չգիտեին։ Ձգողականության օրենքի մասին գիտենք Նյուտոնը հայտնաբերել այդ օրենքը։ Մենք ասացինք, որ երկիրը գտնում էին, որ գտնվում է կրյաների վրա, փղերի վրա եւ տարբեր այլ հիմքերի վրա, բայց Աստվածաշունչում այսպիսի արտահայտություն կար։ Նա, այսինքն Աստված, երկիրը կախում է ոչնչի վրա։ Նորից, Հոբն է գրել մեզ թվարկությունից 700 տարի առաջ, ինչպես կարող է ոչնչից ինչ-որ բան կախվել։ Դու կարող եք ինչ-որ բան կախել ոչնչից, պարզապես։ Հիմա իհարկե հասկանում ենք, որ կարելի է ինչ-որ մի բան անել, որովհետև կան ձգողական ուժեր, որոնց միջոցով մագնիսներով եւ այլ տարբեր տարբերակներով կարելի է ինչ-որ մի բան օդի մեջ պահել, այդպես, բայց այն ժամանակ, երբ գրվում էին այս խոսքերը, Աստված դա հայտնել էր Իսրայելին եւ նրանք եթե մի քիչ ավելի ուշադիր եւ բարի լինեին, կարող էին սա իհարկե նկատել։ Եսայիա մարգարեն ասում է. «Խոտը կճորանա, ծաղիկը կթարամի, բայց մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան»։ Այսինքն գիտական բոլոր տվյալները կարող են փոխվել, բայց Աստվածաշունչը մնում է հավիտյան։ Նա չի փոխվում, նա անփոխ է, ավելի ճիշտ է վստահել Աստվածաշունչին։ Այսպիսով մենք նայեցինք 5-րդ Աստվածաշունչի արժանը ճշգրտությունը եւ հիմա խոսենք Աստվածաշունչի արժանահավատության մասին։ Ինչքանով այն հավաստի, ինչքանով մենք կարող ենք վստահել, որ նա մինչև օրս մեզ հասել է ճշգրտության։ Այսինքն այն խոսքերով ասած, կարող են արդյոք հնագիտական պեղումները, ուսումնասիրությունները, հայտնագործությունները ապացուցել ժամանակակից Աստվածաշնչի ճշգրիտ լինելը։ Իսկ ցանկանայի ձեզ պատմել Կումրանյան պեղումների մասին, որ 1947 թվականին պատահաբար կարելի ասել այդ շրջանում ապրող բեդուին ցեղի ներկայացուցիչ մի տղա, երբ փորձում է իր այծը, նա գնում է նրան փնտրելու եւ մի այսպիսի քարանձավի մոտ նստում է, տեսեք այստեղ քարանձավ կա մեջտեղում, եւ այսպիսի մի քարանձավի մոտ նստելով քարը գցում է այդ քարանձավի մեջ, պարզապես խաղալով եւ հանկարծ լսում է, որ ինչ-որ սափոր կոտրվեց։ Մտնելով քարանձավը նա տեսնում, որ այդ սափորի մեջ կան ինչ-որ մագաղատներ։ Նա վրցնում է այդ մագաղատները եւ տանում քաղաք վաճառում գիտնականներից մեկի վրա $5 եւ այդ գիտնականները տեսնելով թե այդ ինչ մագաղատ է, այդ տղային հարցնում են, թե որտեղ է դա գտել։ Եվ երբ որ նա տեղը ցույց է տալիս, այս Կումրան կոչված լեռներում այդ բնակավայրեր են եղել ժամանակին այդտեղ հետո նրանք դոկվել էին եւ այդ քարանձավներում պահվել էին այդ բոլոր գրքերը։ Հեսեների համայնքն էր ժամանակին այդտեղ ապրել, մեր թվարկությունից առաջ 200 թվականին, եւ նրանք արտագրել էին 5 կտակարանի Աստվածաշնչի 5 կտակարանի գրքերը, եւ այդ բոլոր գրքերը ի վերջո գտնվեցին։ 1947-ից 1952 թվականների ընթացքում Կումրանյան այդ պեղումների հետևանքով գրվեցին շատ գրքեր, մասնավորապես Մերիալ ծովի ձեռագրերը, Ռուպիսի մերտվը մորյան։ Կարելի է գտնել այդ գրքը շատ հեշտությամբ կարդալ, եւ տեսնում ենք, որ գիտնականները ինչպիսի եզրակացության եկան։ Երբ գտել էին այդ մագաղատները, դրանք հնարավոր չէր միանգամից բացել, որտեղ դրանք փշրվում էին չորությունից, եւ պետք է հատուկ մշակվեին եւ հետո նոր բացվեին եւ ներկայացվեին հանրությանը։ Ամբողջ քրիստոնեական եւ աթեիստական աշխարհը անհամբերությամբ սպասում էին, արդյոք կհամընկնեն այդ մագաղատի գրվածները ժամանակակից Աստվածաշնչի տեքստի հետ։ Եվ երբ որ ի վերջո կարողացան կարդալ Աստվածաշնչի բոլոր գրքերը բացառությամբ մի քանի հատվածների, տեսան, որ նրանք բացարձակապես համընկնում են ժամանակակից գոյություն ունեցող Աստվածաշնչերի հետ։ Այնպես որ առնվազն 2200 տարվա հնությամբ այս գիրքը ամբողջովին մենք կարող ենք վստահ լինել, որ մինչև օրս մեզ հասել է անփոփոխ։ Աստված հետևում է իր խոսքին եւ այն կարող է պահպանվել։ Այստեղից բնականաբար մենք անցնում ենք 7-րդ հաստարկին, որ Աստվածաշունչը հարատև է, մշտական, երբեք չի կորչում եւ բնականաբար Աստված է պահում իր խոսքը, ինչպես Աղմոսների մեջ է ասում, նա պահպանում է իր խոսքը։ Մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչի դեմ պայքար միշտ եղել է։ Եղել է բոլոր դարերում եւ հատկապես միջին դարերում, երբ տեսնում ենք նույնիսկ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ինքը եկեղեցին պայքարում էր Աստվածաշունչը վերացնելու համար։ Նա ցանկանում էր վերացնել բոլոր Աստվածաշնչերը, որպեսզի իր արած բոլոր
սխալ իր կատարածանորությունները եւ դավանած բոլոր սխալ ուսմունքները տեսանելի չլինեն։ Եվ նույնիսկ մարդկանց կենթանի կարող էին այրել կամ թաղել պատի մեջ, եթե նա Աստվածաշունչեր կարդում իր տանը։ Բայց միևնույն է, Աստվածաշունչի դեմ պայքարը ինչքան շարունակվում է, կամ հիշենք ոչ այդքան վաղուց պայքարը սովետական միության կոմունիստների պայքարը Աստվածաշունչի դեմ։ Եվ տեսնում ենք, որ չնայած պայքարը շարունակվում է, բայց Աստվածաշունչը կանգուն է։ Ինչպես ասում են, շատ մուրճեր են մաշվել այդ զնդանին խփելով, բայց այդ զնդանը կանգուն է մնացել։ Եվ բնականաբար դա ցույց է տալիս, որ այն որ Աստված է նրա պահապանը։ 18-րդ դարի մտածողներից աթեիստ Վոլտերը այսպիսի հայտարարություն արեց. 100 տարի հետո եւ Աստվածաշունչը, եւ Քրիստոսը մոռացվեն։ Եվ նա ասաց, որ մի հոգի է պետք քրիստոնեությունը վերացնելու համար, եթե 12 հոգի պետք էր այն տարածելու համար, մի հոգին էլ բավարար է այն ոչնչացնելու համար։ Նա իր մասին էր ասում իհարկե, բայց նրա այս կանխատեսումը չիրականացավ, ընդհակառակը ճակատագրի վերմով, ինչպես ասում են, ճակատագրի հեգնանքով, այնտեղում, որտեղ նա այդ բոլորը արտասանում էր, ժամանակակից Աստվածաշնչերի պահեստ է գտնվում եւ քրիստոնեական գրականության պահեստ։ Այնպես որ Վոլտերը եւ մյուսները անցան, գնացին, բայց Աստվածաշունչը հարատև մնում է։ Այսպեսով մենք նայեցինք 3 փաստարկ նույնպես Աստվածաշնչի վերաշնչվածության, Աստվածաշնչի ճշգրտությունը, արժանահավատությունը եւ հարատևությունը։ Ուրեմն 8-րդ փաստարկը, որը մարգարեությանն է վերաբերվում, իհարկե այլ վերնագրով, դու կարող եք այն տեսնել մեր կայքում, մենք կանցնենք մյուս կիրակի օրը, այնպես որ մենք մի ամենահզոր փաստարկի կանրադառնանք մյուս կիրակի ժամը 8-ին, կարող եք չբացակայել, խորհուրդ կտայի չբացակայել, որտեղ մենք կտեսնենք համաշխարհային պետությունների պատմությունը, ինչպես են նախորոք հազարավոր տարիներ առաջ գրվել Աստվածաշնչում։ Եվ մենք տեսնենք Աստվածաշնչի այդ հազվագյուտ ունակությունը, մարգարեական ունակությունը, եւ որով եւ ապացուցում է նաեւ Աստծո հեղինակ լինելու հանգամանքը։ Այսպեսով 8-րդ փաստարկը կնայենք մյուս շաբաթ։ Բայց այստեղ ես կուզենայի դեռ չավարտել եւ մենք հիմա փորձենք նայել ինչպիսին է մեր վերաբերմունքը Աստվածաշնչի նկատմամբ, կամ ինչպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը Աստվածաշնչի նկատմամբ։ Ինչ կապ ուներ այս նկարը, այս սլայդը Աստվածաշնչի մեր խոսակցության այս շրջանակներում։ Աստվածաշունչը ասում է սկզբումն էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Բան խոսքը դա հունարեն լոգոս բառն է, որը շատ նշանակություններ ունի՝ գիտություն, խոսք, իմաստ, իմաստություն եւ այլն։ Այս խոսքը օգտագործվում է ինչպես Աստվածաշնչի, այնպես էլ Քրիստոսի կապակցությամբ։ Այսինքն ինչպես Աստվածաշունչը գրվեց, որպեսզի մարդիկ կարողանան կարդալ եւ հասկանալ Աստծո կամքը, այնպես էլ Քրիստոսը մարմնացավ, խոսքը մարմին դարձավ եւ եկավ, որպեսզի մարդկանց ներկայացնի Աստծո խոսքը։ Իհարկե Աստվածաշունչը եւ Քրիստոսը երկուսն էլ մեծ բարգեւ են մարդկությանը տրված։ Պարզապես մարդկությունը միշտ չի, որ դա գնահատում է, եւ եթե մենք գնահատենք այն, ստացվի, որ մենք կունենանք շատ մեծ գանձ մեր ձեռքերում հանձինս Աստվածաշնչի եւ Քրիստոսը որպես մեր փրկիչ, որպես Աստծո խոսք, որը մարմնավորվեց եւ եկավ Աստծո մասին մեզ պատմեց։ Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, եւ նրանք են, որ ինձ համար վկայում են։ Աստվածաշունչը կարդալով մենք տեսնում ենք, որ ամբողջ Աստվածաշունչը խոսում է Քրիստոսի մասին։ Եվ եթե մենք կարդում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք Քրիստոսին ամբողջ Աստվածաշունչի էջերում, ապա կարող ենք ասել, որ դրանով նաև մենք կարող ենք ձեռք բերել հավիտենական կյանքը։ Այստեղ Քրիստոսի խորհուրդն էր քննեցեք գրքերը, այսինքն ուսումնասիրեք, ինչպես դա անել, որպեսզի չսխալվենք եւ ճիշտ ձևով ուսումնասիրենք։ Գոյություն ունեն Աստվածաշնչի ուսումնասիրության պատվիրաններ, այսինքն կանոններ, սկզբունքներ, որոնք պատվերի ձևով մենք կնայենք, ինչ պատվեր է տրվում, ինչպես մենք կարող ենք ուսումնասիրել Աստվածաշունչը եւ չսխալվել եւ ճիշտ եզրակացություններ անել։ Այս պատվիրանները մենք կանցնենք հաջորդ շաբաթից սկսած ամեն անգամ այդ օրվա դասախոսությունից առաջ
կնայենք Աստվածաշնչի ուսումնասիրության մի պատվիրան, հետո կանցնենք այդ օրվա դասախոսությանը։ Այնպես որ մոտակա ամիսուկեսի ընթացքում մենք այս պատվիրանները հերթով ուսումնասիրենք։ Իսկ անամպերներին ասեմ, որ դուք կարող եք այդ պատվիրանները արդեն գտնել դեպի հավերժը բլոգում կամ Facebook-յան էջում, իսկ ավելի մանրամասն, այսինքն լրիվ դուք կարող եք գտնել Ես քրիստոնյա եմ Facebook-յան էջում։ Իհարկե այնտեղ պետք է փնտրեք, որպեսզի գտնեք այդ բոլոր պատվիրանները, բայց ամեն դեպքում մենք կանցնենք ձեզ հետ միասին մի շաբաթից սկսած։ Իսկ այսօր թույլ տվեք ավարտել գրքերի գիրքը Աստվածաշունչ այս նյութը եւ աղոթքով խնդրենք Աստծո օրհնությունը, որպեսզի մենք վիճակի լինենք Աստվածաշունչը ուսումնասիրելու եւ այն կիրառելու մեր կյանքում, որպեսզի հնարավոր լինի կարողանանք փրկության ճանապարհով գնալ։ Մեր ամենակարող երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք, որ հնարավորություն տվեցիր այս նյութները անցնելու, իմաստություն տուր, առաջնորդիր, պահպանիր մեզ, որպեսզի մենք կարողանանք քո կամքը հասկանալով Աստվածաշնչից այն տեսնելով կյանքում իրագործենք, որպեսզի գնահատենք այս խոսքը, որ դու տվել ես որպես մեծ գանձ, եւ այս խոսքի մեջ տեսնենք Հիսուսին, որպես Աստծո խոսք, որ եկավ, մարմնավորվեց եւ մեր փրկությունը կատարածեց։ Օգնի, որպեսզի գնահատենք քո խոսքը, ուսումնասիրենք, կարդանք այն եւ որպեսզի շատերին էլ այն ներկայացնենք։ Շնորհակալություն ենք